Հյուրընկալել ենք Դավիթ Պետրոսյանին, վերլուծաբան, քաղաքագետ։ Բարև ձեզ, Դավիթը կարծես նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից, մի փոքր այդ մասին էլ կպատմի։ Մեզ հետ է նաև Հովսեփ Խուրշուդյանը, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար։ Վերլուծաբան, մենք քննարկում ենք բնականաբար հայաստանյան ընտրությունները։ Ես խնդրում եմ հեռախոսի անջատեք, Դավիթ, դուք էլ անջատեք, եթե ես էլ անջատեմ, անկեղծ ասած, ես էլ միանում եմ։ Լևոնն էլ իմ գործընկեր միանում եմ։ Բարի ուշ երեկո, Լևոն։ Մի անգամ էլ բարի ուշ երեկո բոլորին։ Ինչ հարց ունեք Դավիթին։ Բնականաբար, քանի որ կներեք այդ արտահայտության համար Դավիթ ջան կներես, որ թարմիս է եկել։ Դավիթ նման ընտրական օրից տպավորությունները դիղբեր։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Իմ կարծիքով այս մեծ մասնակցության մասով երկու մոտեցում կարող ենք ունել։ Նա պատճառների մասով առաջինը այն է, որ ժողովրդի մի հատված իսկապես հավատացել է գործող իշխանության այն հիմնական թեզին, որ պետք է գնալ տեր կանգնել խաղաղությանը, ներկայ ստատուս կվոն կարևոր է, պետք է իրենց քվեով դա պաշտպանեն, եւ երկրորդը այն է, որ ընդդիմությունը միգուցե կարողացել է իրենց նախընտրական գործընթացում մոբիլիզացնել ինչ-որ մի մեծ քանակի մարդկանց, եւ դա մենք ունենք այսպիսի ակտիվություն, բայց դրա հետ մեկտեղ էլ քանի որ ընտրությունների մասների հարցը կարծիքով կարևոր է նշել, որ ընտրատեղամասում հիմնական պրոցեսները անցել են ժողովրդական սկզբունքներին համապատասխան, որոշակի կարևոր թվեր կան, կցանկանամ նշեմ, օրինակ ընտրատեղամասերից տեսախցիկների 90%-ը աշխատել են։ Սա իմ կարծիքով կարևոր ցուցանիշ է ու թե 18-ին, թե 21-ին փաստորեն մենք կարողանում ենք ունենալ ընտրությունների օրը, ընտրությունների չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Ձեզ դուք ասացիք, որ ըստ էության բացատրեցիք այս հանգամանքով, ասացիք իշխանությունը կարողացավ իր ընտրազանգվածին մոբիլիզացնել, ընդդիմությունը իր ընտրազանգվածին մոբիլիզացնել, այստեղ կարծիքներ հնչեցին, որ Ռուսաստանն էլ իր ընտրազանգվածին կարողացավ մոբիլիզացնել եւ այս բոլոր երեք ուժերն էլ մոբիլիզացնելով իրենց ընտրազանգվածին, արդյունքում մենք ունեցանք մոտավորապես 10%-ային կետով ավելի շատ մասնակցություն, քան 2021 թվականին էր։ Անակնկալ էր այս համեմատաբար բարձր մասնակցությունը, թե սպասում էիք դուք, որ հենց այսպես էլ կլինի, ավելի բարձր թվեր էիք սպասում։ Թվերի մասով վստահ ես կանխատեսում չեմ արել, ինչքան մարդ կմասնակցի, բայց իմ կարծիքով բոլոր ուժերն էլ փորձում էին ավելի արդյունավետ աշխատել։ Բոլոր ուժերը ներգրավել էին մեծ ռեսուրսներ, բոլոր ուժերը հասկանում էին, որ ամեն դեպքում ժողովրդի քվեն որոշիչ է լինելու, այսինքն պետք է գնալ մարդկանց համոզել, որ նրանք մասնակցեն ընտրություններին, եւ բոլոր ուժերը փորձում են լինել արդյունավետ։ Քաղաքացիական պայմանագիրը կուսակցությունը փողոցներում էր, համոզում էր, վարչապետ անձամբ մարդկանց հետ խոսում էր, այսինքն մաքսիմալ ջանք էին գործադրում, պատգամավորների ուղիղ եթերներ մտնում, ամենը ջանք էր գործադրում։ Ընդդիմությունը իր հերթին նույնպես փորձում էր ակտիվ լինել ու իմ կարծիքով նաև այս թվերը պայմանված են նրանով, որ ուղղակի կուսակցությունները շատ են աշխատել, շատ գումար են ծախսել ու կարողացել են մարդկանց շահագրգռել մասնակցել ընտրություններին։ Իսկ Դավիթ, ինչպես քանի որ ասացիր, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը փորձել է ամեն ինչ անել, որպեսզի մաքսիմալ արդյունք ապահովի, իշխանության դեպքում հիմա լավ, հիմա կարող ենք ասենք վերջին, իրանք փոքր տվյալներ են իհարկե, ասենք, այս ընտրատեղամասում, այն ընտրատեղամասում հասկանալի է, որ այս ամենը այտենց ընդհանուր պատկերի մասին պատկերացում չի տալիս վաղ առավոտյան, որ մենք գոնե մոտավորապես կհասկանանք ինչ տոկոսային հարաբերակցություն կա։ Մենք այսօր փորձել ենք դա քննարկել, բայց քանի որ դու նոր ես միացել, ինձ հետաքրքիր է նաև քո կարծիքը, ընդդիմությունը հաջողեց այն մարտավարությունը, որը որ ինքը ընտրել էր, հաջողեց այդ մարտավարությամբ, թե այնուհանդերձ այս այն արդյունքը չէր, որ պետք է ակնկալ էր ընդդիմությունը։ Քանի վերջնական թվերը չկան, ես չեմ կարող հստակ պատասխան տալ, բայց այդ թվերը շատ ընդհանուր առմամբ եմ ասում, թվերից դուրս գա։ Իրենք նշում են, որ 1.5 միլիոն մասնակցություն են ցանկանում,
1.5 միլիոնին մոտ է մասնակցությունը, բայց այդ մասնակցությունը որքան են իրենց քվեարկել, որքանը ոչ, իմ կարծիքով թվերը դեռ բավարար չեն այդ բնդումը անելու համար։ Դա համար ես չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին, բայց ընտրությունների արդյունքները իրականում մեզ կասեն, թե այդ ապատեղեկատվությունների հստակ մեծ մասշտաբը, որ մենք ունենում ենք, Ռուսաստանի կողմից ուղիղ ներգրավվածությունները, տարբեր տեսակի ներթափանցումները, որքան են տեղ հասել եւ որքան են ազդեցություն ունեցել, որովհետեւ մենք շատ ենք խոսել հիբրիդային հարձակումների մասին, ու այժմ հնարավորություն կա իսկապես հասկանալու, թե որքան են դրանք ազդեցություն ունեցել եւ ինչպես է հայ ժողովուրդը դրանք ընկալել։ Հիմա ներողություն, քանի որ միջանկյալ մի հատ թվեր կան, նախնական արդյունքները 65 ընտրատեղամասից, ընդհանուր ընտրատեղամասերի քանակի միջալուց տեղեկացնեմ կամ հիշեցնեմ, ովքեր գիտեն 2006-ն են։ Հիմա մի քիչ այսպես ջանջալ գործանեմ, հերթով ասեմ, հա։ Ռեֆորմիստներ 0%, բոլորին դեմ եմ 0.1%, Ուժեղ Հայաստան Դաշինք 21.2%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 0.1%, Նոր ուժ 0.1%, Միասնության թևեր 0.8%, Բարգավաճ Հայաստան 3.2%, Ազգային ժողովրդավարական Բևեր 0.1%, Քոչարի կուսակցություն 0, ՀԱԿ 0, Հանրապետություն կուսակցություն 0.2%, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 0%, Ժողովրդավարական համախմբում 0.1%, ԴՕԿ կուսակցություն 0.2%, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 62.5%, Հայաստան Դաշինք 11.2%, Հանուն Հանրապետության 0%, Լուսավոր Հայաստան 0.1%։ Հիմա այս պահին 65 ընտրատեղամասերում մենք ունենք այս պատկերը։ Հիմնականում գյուղերն են, որտեղ փոքր տեղամասերը ավելի հեշտ Այնտեղ արդեն վերջում աչափնյակ էլ, աջափնյակից էլ կան։ Սա մոտավորապես 3%, եթե 65 2000-ի մոտավորապես 3%-ն է, եւ դու ասացիր 62.5% ԿՊ, 21.2 Ուժեղ Հայաստան, 11.2 Քոչարյան Ռոբերտ Քոչարյանի գլխավորած։ Ոսեփ գիտեք, ես ուզում եմ ձեզ հետեւյալ հարցը ուղղել կապված առաջիկա այսպես հնարավոր համանadrական փոփոխությունների հանրակրվեի հետ, այսպեսի կարծիք էր անընդհատ պատտվում, որ ասում են, գիտեք, իշխանությունները իրականում չեն ուզենա 2/3-ը ստանալ, որպեսզի խուսափեն համանadrական հանրակրվեից, համանadrությունը չդնեն հանրակրվեի եւ իրանց օքեյ կլինի, այսպես ասենք, որ իրանք ունենան մեծամասնություն, ենթադրենք 55%, 60%, բայց հա 2/3-ը չլինի, ինչ կարծիքի եք, սա մոտ է իրականությանը։ Համամիտ չեմ, ինչքան բարձր ունենա տոկոս իշխանությունը, այնքան ավելի ամուր կլինի իր իշխանությունը, հա, տավտալուլիա ստացվեց, իշխող կուսակցությունը ինչքան ավելի բարձր տոկոս ունենա, այնքան ավելի ուժեղ իշխանություն կունենա, դա լեգիտիմության հարց է, դա նաև լծակների հարց է եւ միայն այդ մի հարցով, որ համանadrության պատասխանատվությունը եղել, ծանր հարց է, բայց դա հաղթարելի հարց է։ Իսկ մնացած հարցերը կարող են հաղթարելի չլինեն 55%-ով։ Շատ ավելի լուրջ հարցեր կարող են առաջանալ։ Հիմնական Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր, հա, մաքսիմալ կոնսոլիդացիա է իշխանությունից պահանջվելու իմ ասած լծակները գործադրելու համար։ Նախորդ մեր փուլում որ ասացինք ինչքան լծակներ ունի Հայաստանը Ռուսաստանի դեմ, եթե Ռուսաստանը շարունակի ինչ-որ քայլեր Հայաստանի դեմ, ինքը պետք է կարողանա հակադարձի, չէ՞։ Այդ հակադարձումը հենց պահանջում է մաքսիմալ կոնսոլիդացիա։ Մի հարցին էլ կուզենամ անդրադառնամ, այս թիվը մասնակիցների, հա։ Տեսեք, անցած անգամվա վրա մի քանի 100,000-ով ավել են քվեարկողները, եթե նույնիսկ մի 100,000-ը վերցնենք այդ Ռուսաստանից եկածները, հա, այսպես տեսականորեն, չնայած երբ որ չվերթները հաշվում են օրական 30-36 Ռուսաստանից Հայաստան եկող եւ դա 2-3 շաբաթ տևում էր, հանգիստ կարող էին նաեւ ուրեմն մեքենաներով եկողների հետ միասին 100,000 ապահովել, չնայած հարց է որքանն են դրանցից իհարկե քվեարկել պարտադրանքով, իսկ որքանը խղճի մտող, բայց ամենայն դեպս ես կարծում եմ, որ այն մնացած 100-200,000-ը շատ
մասը այն մարդիկ են, որոնք որ վրթովված են այս իրավիճակից, երբ որ կարող է արտաքին միջամտությամբ որոշվի մեր երկրի ճակատագիրը։ Ուսանք ես մարդ գիտեմ, որ ոչ մի նախորդ ընտրություններին չի մասնակցել, բայց հիմա հատուկ ուղակի վրթովված, որ ոնց թե Ռուսաստանը պետք է ինչ-որ մարդիկ ուղարկի, որ այստեղ իմ ճակատագիրը որոշեն, մանավանդ որոշ տեսահոլովակներով տեսնելով այն Շանթի հարցազրույցը, հա, Նարեկ Կիրակոսյան եւ այլն, գնացել է ընտրել է, ճիշտ է, իշխանություն չի ընտրել, որքան ես գիտեմ, բայց հաստատ ռուսական ուժերին է չի ընտրել։ Այսինքն, էպսի մարդիկ կարող են շատ լինել, հա։ Նույնը ընտրակաշարքի էս համատարած բաժանում, հա, շատերը վրթոված, որ էլի հանրապետական ժամանակներն են գալիս, որ ընտրակաշարքով ինչ որ ուժ պետք է գա իշխանություն ձևավորվի եւ ի հակառակ դրա գնացել են ընտրակաշարքի հետ կապված իմիջիայլոց մի դիտարկում անեմ։ Ես այդպես էլ չլսեցի, որ լավ, ասենք 3 կուսակցությունները հասկանալի է ինչու են լուր։ Լավ, ասում են, դες բան չկա եւ այլ։ Ես չլսեցի մնացած ընդդիմադիր դաշտի մասնակիցների նկատի ունեմ, ընտրություններին մասնակցողների։ Առնվազն 90%-ի դեպքում կարող եմ ասել, մի անգամ ես չլսեցի, որ չգիտեմ, Լուսավոր Հայաստանը հերթով կարող եմ թվարկել, Քոչարին, այն մյուսը բան եւ կանգնած եղբայրս չկան, ինչ փողեր եք պատտեցնում։ Ես կարող եմ ասել երկու ուժ, որոնք որ ոչ միայն ասել են, դատապարտել են, նաեւ նույնիսկ դիմել են ԿՀ, որ չեղարկի Հանրապետությունն էլ, հանրապետությանն էլ, այդ երկու ուժն էլ այդ հարցով արտահայտվել են։ Այն մնացածի դեպքում, եթե ինչ-որ բան ասել են, մի հատ հիշացրեք, էլ ես չեմ հիշում։ Ես կարծում եմ, որ այդ մնացածին էլ մեր քաղաքացիները, եկեք անվանենք ազատ քաղաքացիներ, հա, այսօր իրենց պատասխանը տվեցին այդ բոլոր ուժերի, որոնք որ աչք էին փակում նաև ինչ որ մարդկանց ընտրակաշարք բաժանելու վրա։ Նոր կարծում եմ 0%, 0%, 0%։ Այո։ Չէ, կարող է դա ինչ որ 0-ն դառնա մի տոկոս որոշներին եւ այլն, բայց ես կարծում եմ իրենք իրենց պատասխանը ստացան, որովհետեւ իրոք չի կարելի էլի այդքան անտարբեր ցույց տալ իրենց ինչա թե պրոռուսական ուժերն իսկ իրենք փաստացի խաղում էին մեծ մասը հենց պրոռուսական դաշտում եւ չէին ուզում տեսեք հանգարց վնաստան քննադատելով այդ երագլուխ խրեշի այդ ներկայացնող ուժերին։ Քանի մենք զրուցում ենք, ես տեսնում եմ Դավիթ ինչ որ հաշվարկներ անում, կիսվես։ Ես փորձում եմ հաշվել թե այդ 3 հիմնական, այսինքն հավակնորդ ընդդիմադիրներն կարող են ազգային ժողովում հայտնվել, այսինքն ուժեղ Հայաստանը, ԲՀԿ-ն եւ Մայր Հայաստանը, Հայաստան դաշինքը 37% են հավաքել 60 ընտրատեղամասերում, 65 կներեք, ԿՊ-ն 62.5, այսինքն այդ տարբերությունը 62.5, 37 ընդդիմադիր։ Հենց դա ես էլ եի ուզում այդ հարցնել, սա ինչ է նշանակում, որտեղ քաղաքացիական պայմանագիրը լավ է աշխատել, թե պայմանական ասած լավ են աշխատել են 3-ը, այն իմաստով, որ մարդկանց ասել են, որ հանգարց այս իշխանությանը քիչ ձեն չտակ։ Ժողովուրդ կներեք, սա շատ նախնական է, շատ նախնական է, ես գիտեմ, շատ է փոխվելու, կարող է ավելանա թիվը, կարող է պակասի, բայց իմիջիայլոց մենք ուզում ենք հիշենք, հիմա կարող է Դավիթը մեզ ճշտի, մաքսիմալ քանակությունը, որ կարող է ներկայացված լինել խորհրդարանում, քան տոկոս էր կհիշես դու։ 66 Չեմ հիշում ճիշտ ասած։ Հա, լավ։ Քաղաքացիական ծառայության քննությունից բոլորս կատարվեցին այսօր։ Քաղաքացիական ծառայողի։ Նախորդ հարցին կուզենայի անդրադառնալ ընտրախախտումների հետ կապված, այսօր թեմայի շուրջ ես մտածում, մենք ուժեղ Հայաստանի մասով ամեն օր տեսնում ենք ձայնագրություններ, դեպքեր ընտրախախտումների վերաբերյալ, այսինքն պարզ ևում է, որ իրենց նախընտրական քարոզարշավում գործողությունների մի կարևոր հատված եղել է դա։ Հիմա համակարգային թե որքան է, ինչքան ձայն է միգուցե գեներացվել այդ ամեն ինչի պատճառով մենք դեռ չգիտենք։ Նաև համակարգային գնահատական դեռ դրան չի տվել, որտեղ մենք ասում ենք բոլոր кейսերը պետք է հավաքվեն, որ մենք ինչ-որ ընդհանուր պատկեր տեսնենք։ Մենք դες դիպվածն ենք հիշում։ Բայց ամեն դեպքում ինչ-որ քանակի ձայն հավաքվել է։ Հիմա միգուցե այդ ձայները բավարար չեն ԿՊ-ին հաղթելու համար, բայց միգուցե այդ ձայները բավարար են եղել այլ երրորդ ուժերին հաղթելու համար, օրինակ։ Այսինքն այն ազատ Հայաստանի ինքնիշխանության մտահոգված, միգուցե նաև կարող են Եվրոպա մեծ կամ Ամերիկա մեծ ուժերին միգուցե այս process-ով իրենք կարողացան ոչ մի ձայներ գեներացնել լուսանցքում թողել, որովհետև մենք ստանում ենք մի իրավիճակ, երբ որ փաստորեն հնարավոր է այս ամեն ինչը անել, հայտնվել խորհրդարանում, այո, չհաղթել, չդառնալ իշխանություն, բայց բացառել այլ ուժերին հայտնվել խորհրդարանում։ Իմ կարծիքով
ընտրությունից սա շատ կարևոր թեմա պետք է դառնա քննարկումների, միգուցե քաղաքականների այս ընթացքում չեն արձագանքել, բայց հետո սա պետք է իմ կարծիքով քննարկվի։ Դավիթ, գիտեք, ընդդիմադիր ուժերն էլ մեղադրում են իշխանություններին, ոչ միայն ընդդիմադիր ուժերը, իդեպ, նաև դիտորդներն էլ նույն ադմինիստրատիվ ռեսուրսներ օգտագործելու մեջ եկեք միայն ընդդիմության, այսպես ընդդիմությունից չխոսենք։ Բայց երբ որ ես հարցնում եմ ինչ է նշանակում այս թվերը, այս 3%, հա, ընտրատեղամասերի թվերը, հասկանալի է որ կփոխվեն, ես նկատի ունեի հետևյալը, իշխանության գլխավոր պատմությունը խաղաղությունն է, այսինքն չասենք լավ խաղաղություն, ասենք Ադրբեջանի հետ հարաբերությունները մենք պետք է Ադրբեջանի հետ ունենանք նորմալ հարաբերություններ, պետք է առևտուր անենք, դեր կանգնի խաղաղությանը, նախընտրական կարգախոս առևտուր անենք, նորմալ հարաբերություններ, որովհետև հնարավոր է եւ խաղաղություն մենք չունենանք։ Ընդդիմության պատմությունը այլ պատմություն էր։ Հիմա դատելով այս խիստ նախնական, որոնք հասկանալի է կփոխվեն, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքացիները ավելի շատ այսպես ընթառաջ գնացին իշխանության, որովհետև ի վերջո պայքարեր պատմությունների, նարատիվների միջև, որ հա մարդիկ ասում են լավ, մենք գիտենք ինչ տեղի ունեցավ 20 թվականին, 23 թվականին, մենք հիմա ուզում ենք ունենանք նորմալ, բարիդրացիական հարաբերություններ մեր հարևանների հետ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք որ սահմանները բացվեն, մենք ուզում ենք որ Հայաստանը լինի տարանցիկ երկիր, այստեղով ապրանքներ գնան, ինչ կարող եք ասել։ Իմ կարծիքով առնվազն ժողովրդի մի մեծ խումբ չի ուզում նոր պատերազմ։ Այն պատերազմը, որ մենք ունեցանք 20, պատերազմը 44-ը, պատերազմը դրան հաջորդող էսկալացիաները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ամեն ինչին կարծիքով ժողովուրդը չի ուզում առնվազն նոր պատերազմ։ Արդյոք ժողովուրդը հավատում է, որ խաղաղությունը եկել է, վստահ չեմ դրանում։ Մենք նաև գիտենք, որ խաղաղությունը ուղղակի նախաստորագրվել է։ Այսինքն ու նաև ես վստահ չեմ, թե ժողովրդի մի մեծ մաս նաև ոնց է վերաբերում այդ Արարատսարի մասին խոսակցություն կամ իրական Հայաստանի խոսակցություն։ Այսինքն այն ձայները, որ Քրիստոնեանը դա դեռ չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր քվեարկել են, կողմ են այդ ունեք իրական Հայաստանի մասին խոսույթին, բայց կարող եմ ասել, որ առնվազն կողմ են, որ նոր պատերազմ չլինի։ Նաև սա նշանակում է նաև որ իշխանությունները կարողացեն ամեն դեպքում համոզել, որ այն երրորդ 3 կուսակցությունը կամ այդ հիմնական այդ ինչպես իրենք անվանում են այդ երագլուխ ուժերը եթե գան, ռիսկը պատերազմի մեծն է կամ առնվազն այս ստատուս կվոն կարող է խախտվել։ Ու սրան մեկ այլ փաստարկ այս բնդման այն է, որ նույն այդ ընդդիմադիր ուժերը փորձում էին նաև նշել, որ մենք էլ ենք խաղաղությունը պաշտպանել, ուղղակի մեր կարծիքով երաշխավորների մեջ է խնդիրը, իսկ իրանք չեն ասում, որ իրանք գալիս են ստատուս կվոն փոխեն։ Միայն Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի ստորագրելու ու հետ է կանչել ստորագրություն, բայց մնացած ուժերը նշում են, որ իրանք փորձում են շարունակել այս գործընթացը, ուղղակի երաշխավորներին պետք է փոխեն։ Միգուցե այդ երաշխավորներին փոխելով այդ բոլոր գործընթացները կանգնեն։ Ոչ միայն երաշխավորները, օրինակ Կալուգացին ինչ է ասում է, որ ես այդ կողմ եմ այդ պայմանագրի, բայց ինչ նշանակում որ դրա կետերը իրականացնելու են։ Այսինքն մենակ երաշխավորի հարցը չի, ակնհայտ այդ մարտիկ հող են նախապատրաստում, որ եթե հանգարտ իշխանության գային, իրանք չեն իրականացնելու, բայց ձեր հարցին վերադառնալով ես 2/3 հիշում եմ, նոր հաշվեցի, 2/3-ը 66 ու 67 է գալիս, այսինքն երևի է դա, չեմ կարծում որ սխալ հաշված լինենք։ Ինչո՞ց այստեղ մի քանի ընտրատեղամաս փոքր են, շատ չեմ, բայց նոր տվյալներ կան Կապանից մասնավորապես, Իմիջայլոց կապված են պատերազմի հավանականության կամ Կապանետի իմաստով շատ զգայուն է այս հարցերին։ Տեսեք, 35 կոտորակ 5 ընտրատեղամասում քաղաքացիական պայմանագիր 416 ձայն, Ուժեղ Հայաստանը 138 ձայն, Հայաստան Դաշինք 89 ձայն, Միասնության թևերը 92 ձայն։ Բենդեշան Թարությունյանի թիմակիցները աշխատել են, դե Կապանում իրենք։ Հա, Արտաշատում էլ մոտարապես նույն վիճակը, ասենք 12 կոտորակ 10 ընտրատեղամաս, քաղաքացիական պայմանագիր 605 ձայն, Ուժեղ Հայաստան 156 ձայն, Հայաստան Դաշինք 96 ձայն, ԲՀԿ 40, ԴՕԿ 16։ Գավառում էլ կա, այդ էլ արագ ասեմ, 19 կոտորակ 8, քաղաքացիական պայմանագիր 460, Ուժեղ Հայաստան 224, Հայաստան Դաշինք 8։ Հովսեփ, վերադառնալով պատերազմի խաղաղության թեմային, մենք
Դարձյալ խիստ նախնական թվերի հիման վրա մենք ինչ եք կարծում, կարող ենք ասել, որ ընտրություններից հետո այս խոսույթը ի վերջո գնալ Ադրբեջանի հետ համաձայնության արդեն այսպես կհաստատվի եւ ընտրությունների արդյունքներն էլ դա ցույց կտան եւ այդ առումով մենք ավելի արագ գործընթաց կունենանք Ադրբեջանի հետ եւ այս պայմանական ասած 300,000 ադրբեջանցիների թեման այսպես մի կողմ կդրվի եւ այդ ուղղությամբ Ադրբեջանի Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ մենք ավելի արագ process կունենանք 300,000-ի թեման ակնհայտորեն մի կողմ կդրվի, որտեվ նույնիսկ Ադրբեջանի կողմից դրա արծարծումը, շահարկումը հենց ուղղված էր իր մասով գոնե մի քիչ այդ ռուսական պատվերը կատարելուն, որտեվ ակնհայտ է, որ իրենք էլ են դա փորձում օգտագործել, իրենց վճարված ՀԿ-ները միջոցառումները որ անում են կամ Հիկմետ Հաջիևը 3 ամիս առաջ թեման արծարծում է, ակնհայտ է, որ դա որոշակիորեն գործող իշխանությանը Հայաստանի հարվածելու ապագա իշխանությունը ապալեգիտիմացնելուն ուղղված ինչ-որ քայլեր անելու են միտած, դա իրենք սինխրոն են աշխատում այստեղ 5-րդ Շարասյան հետ, Ադրբեջանն ու Ալիևը։ Այնպես որ այդտեղ արդեն ուրիշ անելիք չունեն քանց այդ թեման փակելու, բայց ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ինչի հետ համեմատ։ Եթե ընդդիմությունը գար իշխանության էս պրոռուսական, բնականաբար ընդհանրապես խաչ կքաշվեր եւ կարծում եմ դա նույնիսկ Ալիևի շահերից է բխում, որտեղ Ալիևը ստիպված է ստորագրել, նախաստորագրել այդ պայմանագիրը Միացյալ Նահանգների միջնորդությամբ, որտեղ չէր կարող ինքը Տրամպին որևէ հիմնավոր բացատրություն տալ, թե ինչի չի ստորագրում։ Տրամպը ընդորում բերանացի ասեց մի անգամ, ասուլիսի ժամանակ ասեց ես զանգել եմ, ասել եմ արի ստորագրելու։ Չէր ուզում գա։ Ինչի պետք է չնախաստորագրի ենել, հա։ Այդ մեկ, երկրորդը, եթե համեմատում ենք գործող գործընթացի հետ, ապա չեմ կարծում, որ կարող է ինչ-որ շատ արագանա, որտեղ այդ նույն պատճառները, ինչի Ադրբեջանը ձգձգում էր, չէր ստորագրում, չեն վերացել։ Որտեղ ինքը ամեն դեպքում կաշկանդված է Ռուսաստանի հետ պայմանավորվածություններով եւ ինքը վերջնականապես այդ թելը չի կարողանում կտրել, հասկանալով ինչ հետևանքներ կարող ունենալ Ռուսաստանի կողմից։ Ես միշտ ասել եմ, ինքը հստակ Լավրովի պլանի, ընդ որում ոչ թե միայն մեր իմացած Լավրովի պլան, այսինքն Արցախի մասով, այլ Հայաստանի մաս կար այնտեղ։ Այսինքն Արցախը պետք է ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններով հանձնվեր Ադրբեջանին, Հայաստանը պետք է հանձնվեր Ռուսաստանին։ Ռուսաստանը Պուտինը օգնեց ուրեմն Ալիևին վերցնել Արցախը, Ալիևը չօգնեց Պուտինին վերցնել Հայաստանը։ Սկսեց օգնել, բայց չկարողացավ։ Եվրոպացի դիտորդները եկան, Տրամպը միջամտեց հետո եւ այլն, ինքը ստիպված կաշկանդված էր եւ դրա համար էլ եմ ասում ճնշումների, հարվածների շարան գնաց Ռուսաստանից Ադրբեջանի վրա։ Հիմա, բայց ամեն դեպքում ինքը վերջնականապես այդ կապը չի կարող եւ չի ուզում կտրել։ Գործընթաց եք դուք կանխատեսում այդ առումով հայ-ադրբեջանական Ինքը լճանալու է այս process-ը, մենք տեսնում ենք նույնիսկ Թուրքիան է դժգոհի դեպ այդ լճացման process-ով եւ պատահական չի, որ այս դիվանագիտական ֆորումը որ եղավ Հայաստանում Երևան դիալոգը, դրանից հետո ես ադրբեջանցի փորձագետներին եմ լսում, ովքեր մասնակցում են, իրենք շոկի մեջ էին Թուրքիայի ներկայացուցիչի վերաբերմունքից, որը ոչ մի անգամ Ադրբեջանի բառ չարտահայտեց, իսկ կուլիսներում իրենց հետ հանդիպել է շատ սառն է հետները զրուցել, իրենք շոկի մեջ էին։ Ուզում եմ ասեմ, որ Թուրքիան էլ միջազգային հանրության ճնշումների ներքո չի կարողանում հասկանալ եւ չի կարողանում Ադրբեջանին հասկացնել, որ sense չի կարա շարունակվի, որ նույնիսկ նախաստորագրել եք, հիմա մեզնից ուզում եք, որ մենք սահմաններ չբացենք։ Իմաստը ո՞րն է։ Իմաստը այն է, որ ռուսական պատվեր կան, դա եւ Ադրբեջանը Ալիևը այդքան հեշտ չի կարողանում այդ պատվերից զրկվի, դա նաեւ իր բալանսի հարցն է, հասկանում եք, մենք չենք մտածում հավասարակշռության մասին։ Ադրբեջանը մտածում է, եթե ինքը ամբողջությամբ կտրվում է Ռուսաստանից, Սահմանակից Ռուսաստանից դեպի Եվրոպա ստիպված կախվածությունները մեծանում են ավելի, այդ թվում քաղաքական, բայց դեպի Եվրոպա կախվածությունները ինքը չի կարող ավտոկրատիայի այս վիճակով շարունակել։ Այսինքն ինքը նաև ճնշումների տակ է ընկնելու վաղ թե ուշ եվրոպական ռեֆորմների, իսկ դա իրեն իշխանությանն է սպառնալու։ Դրա համար ինքը միշտ այդ ռուսական կապը որպես այսպես մահակ Եվրոպայի վրա թողել է, որ հենց եվրոպացիները ասեն մի քիչ մարդու իրավունքները մի քիչ բանարա կոմոդ շատ էս հալածում մարդկանց եւ ինքը ասի եթե հանգարց մի բան ասեք ես Ռուսաստանի հետ եմ ինքը այդ միշտ պահել է ոչ միայն մարդու իրավունքների հարցում նաեւ հայ-ադրբեջանական հարցերում եւ այլն Ադրբեջանին մի քիչ հանգիստ թողենք հիմա անկեղծ եմ ասում ինքը այս պահին Ադրբեջանից այդքան էլ չի հետաքրքրում չէ ուրիշ բնականաբար չէ ես գիտեք հիմա ինչ եմ ուզում ձեզնից հարցնել պարոնեք ձեր տեսակետն եմ ուզում իմանալ Դավիթ Հովսեփ Սարգիս եթե կարծիք կհայտնես տեսեք վերջին ամիսների ընթացքում էս ներքաղաքական
խմորումների ընթացքում, հետո արդեն քարոզարշավ եւ այլն, ատելության մի հսկայական չափաբաժին է գեներացվել հանրության մեջ։ Իրար նկատմամբ ընդ որում, հա, որ ոչ մի կարմիր գիծ չկա արդեն որևէ տեսակի, այսինքն անձնական վիրավորանքներ, հայհոյանքներ եւ այլն։ Հիմա մենք այդ բագաժի հետ, հա, այդ ինչ ենք անելու։ Մենք ինչ որ ձև ունենք դա հաղթահարելու, անցնելու, ինչ ասեմ, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո դա իրեն կանցնի, թե ինչ որ ջանքեր է գործադրել, որովհետեւ ըստ էության այդ գեներացիային մասնակցել են բոլոր այդ թվում երևի նաեւ ես միգուցե ակամա։ Տեսեք։ Հիմքը ո՞րն է այդ ատելության պետք է հասկանալ, որ կարողանանք նաեւ բուժել, հա, եթե այդ ախտորոշելու հարց կա։ Հիմա օրինակ մի դրվակ ատելության։ Մեր կողմից շատ սիրված հարգված Յոժը, ոնց կոնկրետ այդ ով ընտրակաշարքով Ռուսաստանից եկել է պետք է ընտրակաշարքով քվեարկի ու մեզ ես ինչ օրը գցի ու ինքը թռնի այդ նույն օրը, ինչ ասես վերջին բառերով ասեց, հայոյանքներով, հա։ Հիմա դա ատելության խոսքի գեներացիա, բայց պատճառը ո՞րն է եւ ում հանդեպ ուղղված։ Արդյոք դա հասարակության ինչ որ լայն խավերի դեմ է եւ այլն։ Չէ, դա կոնկրետ հանցագործների դեմ է։ Կոնկրետ մարդկանց, որ թե իրավական տեսակետից են հանցագործություն գործել, թե բարոյական տեսակետից իրոք որևէ արժեք իրենցից չեն ներկայացնում։ Հիմա արդյոք դա բաժանարար գիծ կարող ենք համարել, թե չէ։ Մնացած ուժերը, որոնք որ ասենք շատ տարբեր են եւ այլն, ես չեմ տեսել իրար հետ հանդեպ ինչ որ ատելության բան։ Ես ընդհանրապես որևէ մեկի հանդեպ ատելություն չունեմ, բայց ասենք վատ վերաբերմունք ունեմ մենակ նրանց հանդեպ, ովքեր որ օտարի պարտադրանքով կարային կամ կաշառքի բանով կարան գնա իշխանություն ձևավորի, այսինքն այնքան նա կամ տկարամիտ է, կամ այնքան ստոր է, որ կներեք, էլի, ասենք ինքը իմ համար արժեք չի ներկայացնում որևէ որպես ոչ որպես մարդ, ոչ որպես քաղաքացի։ Անկախ նրանից, որ չեմ ատում իրան, հա, այդ ատելության հարցը չի։ Բայց այդպիսի մարդիկ արդյոք շատ են։ Ես կարծում եմ շատ չեն։ Ու հասարակության բացարձակ մեծամասնությունը, անկախ նրանից ինչ ընտրություն արել, եթե այդ ընտրությունը արել առանց կաշառքի, իր համոզմունքով եւ ոչ օտար ուժերի սպասարկման նպատակով, ինքը որևէ ատելության թիրախ չի կարող լինել եւ վաղ թե ուշ այդ հարաբերությունները կհարթվի եւ այլն, բայց բոլոր նրանք, ովքեր որ վերցրել են կամ բաժանել են այդ կաշառք, կամ այդ ուժի մասն են, որը որ բաժանել է եւ իրանք տեսել են, որ իր ուժը բաժանում է, բայց շարունակել են սպասարկեն այդ ուժին, իմ համար տարբերություն չկա, գիտեք։ Դավիթ։ Իմ կարծիքով ատելության խոսքից հաստատ չեն շահում Հայաստանի համար մտահոգված ուժերը։ Եթե նայենք թե ատելության խոսքը երբ սկսեց գեներացվել, հիմնական 2015 թվականին դա սկսվեց ու քաղաքասարության դեմ էր, ու այդ գեներացողները ես նպատակին հասան։ Նպատակն էր օկուպանտներ տեղի կատվական դաշտ ու շարունակություն գրավել իրենց նկատմամբ, արհեստական թեմաներ բերել դաշտ, կարևոր թեմաներ ժողովրդի ուշադրությունը շեղել։ Մի մասս չտրվեց այդ սադրանքներին, այդ մակարդակին չիցավ։ Նույն կերպ չպատասխանեց, փորձեց ապավինել օրենքին, նշելով, որ նույն կերպ պատասխանել առնվազն հարցը չի լուծելու։ Իշխող ուժը իմ կարծիքով այլ տարբերակ որդեգրեց, իրանք ասեցին մենք ավելի շատ կարող նույն ձև պատասխանենք, մենք խնդիր չունենք, մենք պակաս տղամարդ չենք, ու նույն կերպ սկսեցին պատասխանել, որ իրենք նույնպես լինեն ուշադրության կենտրոնում իմ կարծիքով։ Ով շահեց սրանից, ես կասկածում եմ, որ ժողովուրդը սրանից շահել է, իրենք միգուցե շահեն, որտեղ ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ, բայց մի բան եմ ցանկանում հատկապես վերջին իրադարձությունները հաշվի առնելով։ Արտուր Օսիպյանի դեպքը նկատի ունեմ։ Այստեղ բոլորս դառնում ենք խոցելի իմ կարծիքով։ Օրինակ, փաստացի ինչ-որ մի խումբ մարդիկ օգտագործում են ատելության խոսք, օրինակ այդ նույն ընդդիմության այդ կարկառուն դեմքը նկատում նրանց, ովքեր ունեն մեծ կապիտալ։ Իրենց դեռ ոչինչ տեղի չի ունեցել նման խոսք օգտագործում, իրանք միայն այդ խոսքը չեն օգտագործում, ինչ-որ process-ներ են նկարագրում, որը անընդունելի է իմ կարծիքով, իրենց ոչինչ չի լինում։ Իրանք շարունակում են դա անել, նույնն էլ իշխանության ներկայացուցիչները։ Ես իշխանության ներկայացուցիչ չեմ հիշում, որ ազատությունից զերգված լինի ատելության խոսք տարածելու համար։ Բայց օրինակ փաստորեն մի մարդ, որը ես չեմ ուզում խորանամ իր ասած ճիշտ է, սխալ է, կարող ասենք ատելության խոսք է օրինակ տարածել Facebook-յան գրառումներով, ազատությունից զրկվում է։ Այսինքն նման մթնոլորտում այն մարդիկ, ովքեր չունեն փող, չունեն փող վարձելու թանկ փաստաբանների, կարող են ուղղակի զրկվել քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից ու հանհավասար պայմաններում լինել։ Այսինքն ինչ նկատեմ, քեզ հայոյում են,
քեզ ամեն ինչ ասում են, իրենք արդարացվում են, դու եթե նույն կերպ պատասխանես, դու դատվում ես, եթե նույն կերպ չպատասխանես, մի հատ տպավորություն է ստեղծել, որ դու ավելի թույլ ես, ես իմ չգիտեմ ավելի համեստ ես, իսկ մենք դե գիտենք ինչ իրականություն մենք ապրում ցավոք, ոչ մեկը սառնվազն չի ուզում ինչ-որ իրավիճակում լինի, որ ինչ-որ կոպտես թափթփուկներ ընկալվեն ավելի ինչ-որ համարցակ կան օրինակ մենք։ Իմ կարծիքով սրա հիմնական խնդիրը սա է ու հեսա հերու գնացող խնդիր է ու ես կարող եմ նույնիսկ ասել, որ փաստորեն ինչ տեղի ունեցավ, չէ, իշխող ուժը 19 թվականին ասում էր մենք դեմ ենք բռնությանը, ատելության խոսք պետքա չտարածվի, հետո իրանք սկսեցին դա տարածել։ Հիմա հետո ապաքրեականացրեցին, ծանել վիրավորան։ ապաքրեականացրեցին ծանրական։ Հիմա ասում են հերիք եղավ, բոլ եղավ։ Այ մեզի որ sense բան ասեք, ազատությունից կզրկվեք։ Այսինքն 6 տարվա ընթացքում մենք դիմենք ինչ 8 ինչ փոփոխություն է իրաց մոտ տեղի ունեցել, իսկ իրանք եկե հաստրեն մի հատ մի կետի, որ չկարողանավ հարցը լուծել, ասում են, այ եթե մեզ չէ, վարչապետին։ Այդպես բան ասեք, դուք ազատությունից կզրկվեք։ Իսկ օրինակ հիմա եթե ինչ-որ քաղ հասարակությունից ինչ-որ մեկին են ասում։ Ասենք, անունը չեմ ուզում, դա մեծ մարդիկ ազատությունից զրկվելու են, թե չէ։ Այս բանը ես իրանք ոչ միայն ազատությունից չեն զրկվել, այլ նաև մասնակցում են ընտրությունների, հեսա կհայտնվեն խորհրդարանում, ու միգուցե խորհրդանի ամբիոնից շարունակեն այդ նույն լեզվով խոսալ ու հաստատ իրենք ազատությունից չեն զրկվել։ Ավելին Գագիկ Ծառուկյանը այդ ընտրախախտումների մասով արդարացվեց, չէ՞։ Արդարացվեց, մաքրվեց, հիմա չգիտեմ կհայտնվի ինքը ազգային ժողովում թե չէ, բայց առնվազն հաստատ ունակ Աբովյանում այս առաջիկա աշնան թիմ ընտրություններում մեծ շանսեր իրանք ունեն։ Ովսեփ դուք կիսում եք գնահատականը։ Ես կիսում եմ, ես նույնիսկ արտահայտվել եմ այդ կարծիքը, որ դատական իշխանությունը հիմա այն վիճակում է, որ մի մասը մնացել է նախկինների ձեռքում վերահսկողության տակ, թերևս նույնիսկ մեծ մասը, մի ահագին մասը անցել է արդեն իշխանությունների վերահսկողության տակ, բայց այն քաղաքացին, որը որ ոչ իշխանությունն է, ոչ նախկիններին է պատկանում, այո, այդ արդարադատության արժև մնացել է միայնակ։ Այսինքն ինքը, այսպես ռուլետկայի պես բան է, կարող է լավ դատավոր ընկնի շահի տեղ, բայց կարող է լավ դատավոր չընկնի, այս ընդելնի կամ ընդելնի, եթե իր խնդիր իշխանության հետ է, հաստատ իշխանությունը այնպես է անում, որ դատական մարմինը գիտենք ոնց է աշխատում, հա, եւ այլն, որ ունես դատավորը լինի։ Հիմա այս վաղ մյուսօր Ռոմանոս Պետրոսյանի հետ դատի եմ, հենց էլ նշանակել են, որ ընտրությունները անցնի նոր դատա լինի, որ հանգած իրանց չվնասի։ Okay, լավ, ասենք այդ նպատակել չունեի հատուկ ինչ որ իշխանությանը այդ հարցով վնասելու, բայց պատահականություն չեմ դիտում, էլի, որ օրը նշանակվել է դատավարության, անենց օր, որ հենց ընտրությունից անմիջապես հետո։ Հիմա կամ ասենք միջև այդ բանը Բևերի հետ դատ ունեի, զրպարտել են ինձ, օրինակ եմ բերում, որ տեսանել լինի, պատկերավոր լինի։ Ինձ ինչ որ ռուսական զինծառայողի Facebook-ի եսիմ ինչ շորերով, հա, մոնտաժ էին արել, դա Photoshop-ով նույնիսկ AI չէր, այն ժամանակ AI չկար։ Ու ասենք գալիս եմ, ասում եմ դատարանում, ապացուցում ենք, որ այտենց կեղծիք է, իրանք չեն էլ ասում, որ դա ասում են, ես իմ ինչ որ Facebook-յան էջից ենք վերցրել։ Չեն ասում մոնտաժ չի, որտեղ չէր կարա այտենց բան լինել, հա։ Եվ վերջում դատավորը ինչ որոշում է կայացնում։ Ասում չեմ կարողացել նույնականացնել, որ այդ Bever-ի edge-ը, որտեղ է հրապարակվել է YouTube-յան ալիքը, որ իրենց պաշտոնական YouTube-յան ալիքն է, իրենց լոգոյով ամեն ինչ դնում են, այնտեղ կիսվում են, որ դա իրենց պաշտոնական edge-ն է։ Այսինքն սխալ մեղադրանք եք ներկայացրել։ Ինչ անես այդպիսի դատավորի հետ, ասենք, էլի։ Понятие простить։ Դավիթ, տեսեք, Հայաստանի իշխանությունները ասում են, մենք գնում ենք Եվրոպա։ Գնում ենք Արևմուտք, եւ այլն, բայց մենք ինստիտուցիոնալ քայլեր այդ ուղղությամբ քիչ ենք տեսնում։ Օրինակ շատ կարևոր ոլորտը Օսեփն նշեց արդարադատության ոլորտը։ Fake չի իշխանությունների այս հայտարարությունը, որ մենք գնում ենք Եվրոպա, բայց դատականի, որը շատ կարևոր է ցանկացած ժողովրդավարական հասարակության։ Եթե մենք գնում ենք Եվրոպա, եթե մենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ չենք անելու, բայց գնում ենք Եվրոպա։ Օսեփը տեսակ ինչ նկարագրեց դատական համը, չեմ կարծում, թե իրականությունից կտրված պատկեր նկարագրեց։ Ոնց կգնահատեք այս քայլը, մենք գնում ենք Եվրոպա, բայց դատական իշխանություններում այս մի վիճակն է, գիտեք 8 տարի անցել հեղափոխությունից, ես հիշում եմ իշխանության ներկայացուցիչները ասում էին, այս մեկը մարդասպան է, 2008 թվականի, չգիտեմ, մարտի 1-ին այս դեպքերն են եղել, հոկտեմբերի 27-ը եղել, գողացել, թալանել են,
Բայց հիմա այդ իշխանությունների նշած այդ մարդկանցից շատերը կհայտնվեն խորհրդարանում, բայց մենք գնում ենք Եվրոպա առանց ինստիտուցիոնալ բարեփոխումների։ Իմ կարծիքով շատ կարևոր հարց է։ Մենք տեսնում ենք, որ Կներեք, ընդհատելու համար մենք նման կերպ Եվրոպա գնալով նաև չենք ապականում Եվրոպա գնալու ճանապարհը։ իմ կարծիքով քաղաքական խոսույթները, որ մենք ունենք, ու այն գործընթացները, որ ունենք, այդքան իրան չեն համապատասխանում։ Ինչ նկատի ունեմ։ Եվրոպայի հետ կապված քաղաքական խոսույթը ավելի բարձր է, քան իրական գործընթացներն, ու Ռուսաստանի հետ կապված այդ հարաբերությունների շատ վատ լինել ու իրական գործընթացները էլի շատ տարբեր մակարդակների վրա։ Իսկ քաղաքական խոսույթները հստակ օգտագործվում են քաղաքական ձայներ հավաքելու համար։ Իշխանությունը շատ լավ հասկանում է Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում ընկել է, Եվրոպային, Ամերիկային բարձրացել է, սա բերում է քվեներ, դա իրենք փորձում են ցույց Դա ամենը քվեի համար է արվում։ Նաև հիմնականում իշխանությունը պահելու, իշխանությունը վերարտադրելու, որտեղ նույն ԵՄ-ից ու արևմուտքից էլ իշխանությունը շատ մեծ աջակցություն է ստանում քաղաքական մակարդակով, Ռուբիոյի այցը Զվարթնոցում թղթի ստորագրումը, Թրիպի համաձայնագիրը, Եվրոպայի հետ կապված կարևոր վեհաժողովները Հայաստանում, այդ ամենը իշխանություններին տալիս է լեգիտիմություն ներքին նաև արտաքին քաղաքացիություն որոշումներ կայացնելու համար, ինչպես պարոն Խուժուժյանը նշեց, թե ինչքան ձայներ իրենք կստան, իրենց ուժը որոշումներ կայացնելու նաև դրանով է պայմանավորված։ Հիմա երբ որ արտաքին խաղացողները օգնում են իշխանություններին, փորձում են այն տարածքը մեծացնել, որ իրենք ծանր նաև որոշումներ կայացնեն, այդ թվում Ադրբեջանի մասով։ Ռեֆորմների մասով ես համաձայն եմ, ես դատականին կավելացնեմ նաև ոստիկանությունը, քննչականի աշխատանքը, բռնաբարության դեպքի հետ կապված այդ process-ը, խայտարակ process-ը, որ մինչև չհայտնվեց Facebook-ում, բավարար ուշադրություն այդ դեպքը չարժանացավ, Վեդի դեպքն եմ ասում, սա խոսում է, որ ոստիկանությունում ուղղակի համակարգային առումով, փիլիսոփայության առումով, վարքագծի առումով շատ մեծ փոփոխություններ չկան։ 1980 Դավիթ ջան, ուղղակի այդ խոսքը չմոռանաս, տեսեք, այդ ոստիկանները, որոնց ի վերջո հանեցին, իրենք հանեցին, այսինքն ընդունեցին, որ այդ ոստիկանները իրենց տեղում չեն եղել։ Կներեք, անպայման պետք է այդպես բռնաբարության դեպք լիներ երեխեքի եւ այլն, որ դուք հանեք, թե վեթինգ անեք, մի հատ տեսնեք դրանք նախկինում ինչ են արել, ինչ են իրենց բարեվարկությունը ոնց ա եղել։ Ու դա միայն դատավորներին հո չի վերաբերում, դա ոստիկաններին, քննիչներին, կներեք 16 թվի ինչ բռնա դատումներ եղավ, այդ բոլոր քննիչները հիմա Պավիշինի են ստացել, որ ասում են, լավ, բարձր պաշտոններ ունեն, փոխանակ վեթինգ արվեց, դեռ ինչ պատվերներով մարդկանց ճակատագրերի հետ են խաղացել։ Եվ ոչ միայն 16 թվին, ավելի հին հետ էլ կարան գնանք 2008 թվին, մարտի 1 եւ այլն եւ այլն։ Իմիջայլոց ներողություն եմ խնդրում, երկու տվյալ կա, Արագածոտնի մարզում հաշվարկված 6118 քվեի արդյունքը քաղաքացիական պայմանագիր 65.2%, Ուժեղ Հայաստան 14.2%, Հայաստան Դաշինք 9.8%, ԲՀԿ 5.7%, դրան գումարած նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ջերմ շնորհավորանքները հղել Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովի ընտրություններում հաջողության արդիվ։ Վրաստանը առաջինն էր, փաստորեն, ճիշտ չէին գուշակել, հա, ճիշտ չէին։ Էլենը, եթե չեմ սխալվում, կանխագուշակել էր, որ Էլենը ասաց, որ Պուտինը հաստատ կշնորհավորի, ասաց առաջինը։ Այո։ Հիմա իմիջիալոց վերադառնալով այդ խոսքը կտրեցի, դա ստիս մեղք եղավ։ Սառնափակեմ, խնդիրն նույն կրթական ոլորտում, այսինքն այն կրթություն հատկապես հումանիտար ֆակուլտետներ նկատի ունեմ, արևելագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմության ֆակուլտետ, իրավաբանություն նաև, ինչպիսի կադրեր ենք մենք ունենում։ 8 տարի արդեն անցել է, 8 տարի։ Այսինքն ունեք այն ժամանակ բակալավրում սովորողը կամ մագիստրատուրում սովորող, այժմ հաստատ ունեք կարող պաշտոն զբաղեցնել, ինչ որ աշխատանք անել։ Արդյոք այնպիսի կրթություն է տրամադրվել, որ այդ նույն դատական ոլորտում կամ նույն ոստիկանությունում այդ աշխատանքի վարքագիծը փոխվի։ Իմ կարծիքով չէ։ Ու հիմա արդյոք բավարար փոփոխություններ արվում, ունենք 5 տարի հետո մենք նույն խնդիրը չունենանք։ Իսկ կրթության ոլորտը բարձրագույն կրթության ոլորտը ամենաանուշադրության մատնված ոլորտներից մեկն է, որտեղ ունենք ոստիկանության եզրափակեմ, դատարանի հետ կապված ինչ-որ անարդար վճիռանում, դա մեր ուշադրությունը գրավում է, ոստիկանությունը ինչ-որ անարդար բանում, մեր ուշադրությունը գրավում է, բանակը դեպքերը բացահայտ որ լինեն, մեր ուշադրությունը գրավում է։ Կրթության ոլորտի չարած բաները ազդեցություն տենց արագ մենք չենք տեսնում, էլի դրա վատ հետևանքը։ 44-ը պատերազմը, որ մենք պարտվեցինք, կամ մենք ասում են առաջինը կրթության ոլորտն է պարտվել, առաջինը գիտությունն է պարտվել։ Հիմա այդ խոսակցությունները իջել է, այդ նույն քանակի էլ չկա,
որտեղ ունեք տարբեր հիմար խոսույթներ է բերվում դաշտ, ու այդ կարևոր խոսույթները մղվում է հետ։ Իսկ ուզում եմ ասեմ, որ հարցը միանշանակ արդիական է, թե կրթության, թե արդարադատության, թե ոստիկանության ու այլ ոլորտներ կան, բայց այս երեքը հաստատ մենք բավական հեռու ենք իմ կարծիքով եվրոպական կամ արևմտյան որևէ ստանդարտներից։ Լևոն ձեզ ենք լսում։ Չէ, այս բան ընթացիկ տեղեկություններ են գալիս, ուղղակի մեր ժամանակն էլ դες մոտենում է ավարտին, 3 րոպե ժամանակ ունենք արդեն մնաց, որ մենք աշխատենք եթերում, միասին արդից օգտվելով ես ուզում եմ մեր հյուրերին այսօր բոլոր հյուրերին շնորհակալություն հայտնել, շնորհակալ եմ Դավիթ Պետրոսյանին, արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի անկախ մտակենտրոնի համահիմնադիր, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Ավսեփ Խուրշուդյանին, Էլեն Հոխիկյանին, կանայք գլոբալ անվտանգություն ու մտակենտրոնի ավագ փորձագետ եւ Ռոբերտ Ղևոնդյանին, հայկական խորհրդի ավագ փորձագետ եւ Դանիել Յուաննիսյանին, որը այսպես արագ եւ շատ այսպես վառ եկավ ու գնաց։ Շնորհակալ եմ իմ գործընկեր Սարգիս Հարությունյանին։ Շնորհակալություն քեզ, Լևոն Սարդարյան։ Եվ առաջին հերթին ես կցանկանայի այսօրվա համար շնորհակալություն հայտնել Ռադիոլուրի իմ բոլոր գործընկերներին, որոնք առավոտից աշխատում են մինչև այս պահը շարունակում են աշխատել։ Ես շատ կցանկանամ նաև առանձնացնել մեր տեխնիկական անձնակազմի բոլոր աշխատողների եւ աշխատակիցներին շնորհակալություն խոնարհումս ձեզ ձեր այսօրվա եւ ոչ միայն այսօրվա բնականաբար ամենօրյա ձեր աշխատանքի համար։ Մենք հիմա այսպես դուրս կգանք եթերի, շնորհակալություն մեր բոլոր ռադիո լսողների եւ Facebook-յան եւ YouTube-յան հետևորդներին, կարճ ընդմիջումից հետո մոտարապես, այսինքն ոչ թե մոտարապես, ուղիղ կեսգիշերին Ռադիոլուրը կրկին կմիանա ձեզ եւ կփոխանցի վերջին լուրերը, վերջին տեղեկությունները, շնորհակալություն, հաջողություն եւ համբերություն բոլորիս։